Ողջույն, Բուն TV եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր իմ գործընկերների Ռոբերտ Խևոնդյանի եւ Սամվել Մելիքսեթյանի հետ մենք շարունակել ենք խոսալ նախորդ հաղորդմանը կիսատ մնացած թեմայով եւ քննարկում էինք դեպքերի իրադարձությունների ժամանակագրությունը եւ դրան կեղծումները։ Մենք ձեզ հետ կանգ առանք ուրեմն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ որ տեղի ունեցել Ադրբեջանի կողմից հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Մինչ ուրեմն անմիջական իրադարձություններին անդրադառնալը երկու իրադարձություն, որը այս դեպքերի հետ անմիջական կապ ունի։ Առաջինը սա նախորդած ժամանակահատվածում Ադրբեջանը հրապարակել էր 5 սկզբունքներ, որոնց վրա հիմնվելով պահանջում էր եւ պնդում էր կառուցել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, եւ այդ սկզբունքների հետ Հայաստանը չէր համաձայնվել փաստորեն ընդհուպ մինչեւ էթնիկ զտում։ Եվ երկրորդ ուրեմն նշված ժամանակահատվածում, այսինքն մինչև ռազմական գործողությունների մեկնարկը, արևմուտքի ջանքերով երկու անգամ հնարավորություն էր ստեղծվել, որպեսզի Ղարաբաղի իշխանությունները, Ղարաբաղի էլիտան անմիջական բանակցությունների մեջ մտներ Ադրբեջանի հետ երկու տարբեր մայրաքաղաքներում Սոֆիա եւ Բրատիսլավա, բայց երկու ուրեմն փորձերն էլ տապալվում են այն պարզ պատճառով, որ ռուսական կողմը համոզիչ կերպով ուրեմն պահանջում է Ղարաբաղից չգնալ եւ չմասնակցել այդ բանակցություններին։ Եվ այսպես, պարոն Մելիքսեթյան, սկսենք ձեզանից, ինչպես նշեցի, սեպտեմբերի 19-ին տեղի ունենում Ադրբեջանի հարձակումը, ինչ է տեղի ունենում այդ մի քանի օրվա ընթացքում։ Սեպտեմբերի 19-ին տեղի ունենում հարձակումը, մենք հիշում ենք, որ այդ ռազմական գործողությունները տևեցին 1 օր, ադրբեջանական զինուժը հիմնականում Ստեփանակերտից հարող հատվածներ մտավ Կրկժան, մտավ հարավային տարածքներ, Մարտակերտի հատվածում հասավ շատ արագ մինչև Դրամբոն, Ճանկաթաղ գյուղը գրավեց Մարտակերտի եւ իրավիճակը հայկական կողմի համար շատ կրիտիկական էր եւ նոր իշխանությունները, Արցախի նոր նախագահը, որ ընդամենը Արայք Հարությունյանի սեպտեմբերի 1-ի հրաժարականից հետո պաստորեն ընդամենը 20 օր էր այդ նոր իրավիճակը, համաձայնվեցին ռուսական միջնորդությամբ հրադադարի փաստացի կապիտուլյացիոն պայմաններով, հետագայում 21-ին տեղի ունեցավ հանդիպում Եվլախում, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների եւ ադրբեջանական կողմի, հետո ամսի 25-ին, ամսի 29-ին սեպտեմբերի Այդ ամսի 29-ից պարոն Ղևոնդյան, խնդրեմ ձեզ այստեղից շարունակեք, Լեռնային Ղարաբաղի նախագահ Շահրամանյանը հռչակում է, ստորագրում է փաստաթուղթ, համաձայն որի ԼՂՀ-ն լուծարվում է։ Կարելի է ասել, որ սեպտեմբերի 20-ից մինչև 29-ը այս 9 օրերի ընթացքում նախապատրաստվում էր այն իրավիճակը, որը պետք է լիներ, եւ այդ նախապատրաստությունը իրենց ենթադրում էր Ադրբեջանի կողմից ուլտիմատումներ եւ Արցախի ղեկավարության կողմից այդ ուլտիմատումներին համաձայնություններ, ընդ որում այդ ամբողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության նկատմամբ կողմնակի եւ ուղղակի ճնշումներ կային, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ անձամբ հայտարարել է, որ մեզ ասում էին պետք է հարձակվել Ադրբեջանի վրա, այսինքն մտնել ռազմական գործողությունների մեջ, Հայաստանի Հանրապետությունը այդ թակարդը չընկավ, հրաժարվեց Ադրբեջանի հետ պատերազմ սկսել եւ 9 օրերի ընթացքում Արցախի ղեկավարությունը կարելի է ասել այլևս չսպասելով, որ Հայաստանը կարող է այդ արկածախնդրության մեջ մտնել, ինքնուրույն որոշեց համաձայնության գալ Ադրբեջանի հետ, ասելով ինքնուրույն մենք պետք է այնուամենայնիվ հաշվի առնենք, որ այնքան էլ ինքնուրույն չէ, որովհետև գիտենք եւ հենց Արցախի ներկայացուցիչներն են բազմաթիվ դեպքերում ուրեմն նշել, որ իրենք կոնսուլտացիաների մեջ են, խորհրդատվությունների մեջ են ռուսական կողմի հետ եւ ռուսական կողմի ներկայացուցիչների հետ համաձայնեցնում էին, թե ինչ անեն։ Փաստացի սեպտեմբերի 29-ին հերթական հանդիպման ժամանակ ուլտիմատում է ներկայացվում Արցախի դե ֆակտո նախագահ այդ պահին Սամվել Շահրամանյանին ստորագրել մի փաստաթուղթ, որով նա կհայտարարի, որ Լեռնային Ղարաբաղը լուծարվում է։ Այլ հարց է այդ փաստաթուղթը իրավական ուժ ունի, չունի, սրա մասին մենք չենք խոսում, բայց փաստացի այդ փաստաթուղթը նշանակեց մեկ բան, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր պետական կառուցվածքով, ատրիբուտիկայով եւ այլն տվյալ տարածքում գտնվել այլևս չի կարող։ Անմիջապես դրանից հետո սկսվեց հայերի գաղթ
Լեռնային Ղարաբաղից եւ ինչու է դա էթնիկ զտում, դուք օգտագործեցիք այդ բառակապակցությունը, որի հետ ամբողջապես համաձայն եմ, որովհետեւ ձևավորվեցին այնպիսի պայմաններ, որոնց դեպքում որ հայ էթնիկ միավորը այդտեղ ապրել այլևս չէր կարող։ Եվ դրա ապացույց կա, դրա ապացույցն այն է, որ այնտեղ մնացել էին մոտ 20 մարդ, որոշ ժամանակ անց այդ 20 մարդուն հանեցին ու ուղարկեցին ադրբեջանցիները։ Փաստացի նույնիսկ 1 մարդ, 2 մարդ այնտեղ մնալ հայ էթնիկ ծագումով չկարողացավ։ Ինչը նշանակում է, որ բնականաբար 100,000 մարդ էլ այնտեղ մնալ չէր կարող եւ այդ 100,000 մարդը գաղթեցին Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունը պատվով կարողացավ ընդունել 100,000-ից ավելի գաղթականներին, շատ արագ կարողացավ կազմակերպել եւ իրականացնել նրանց տեղավորումը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Իհարկե ծրագրերը մինչ այժմ էլ շարունակվում են, մենք գիտենք։ Դեպքերից 6 օր անց Գրանադայում տեղի ունենում Հայաստանի Հանրապետության եւ 3 երկրների համատեղ հայտարարությունը։ Գրանադայում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի, դուք գիտեք, գագաթնաժողովը, որտեղ ադրբեջանական կողմը չմասնակցեց, թեև այդ մասնակցությունը նախատեսվում էր, եւ Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների, ինչպես նաեւ Շարլ Մեշելի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությունը հնչեց, որտեղ ԵՄ-ն աջակցում էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությանը եւ նաեւ որոշում հայտարարության մեջ նշում էր նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի մասին իրավունքը, նրանց պատմության, մշակութային ժառանգության եւ այլն նկատմամբ հարգանքը, ընդ որում այդ վերադարձը պետք է լիներ նաեւ միջազգային մոնիտորինգի սկզբունքով եւ դուք գիտեք, որ այդ հանդիպումից հետո սրվեցին նաեւ հավելյալ արդեն իսկ այդ էթնիկ զտման շրջանում սրվել էին ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, մասնավորապես նաեւ Ֆրանսիա-Ադրբեջան։ Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները այդ տարբեր դրսևորումներով, հա, Ադրբեջանի կողմից Պոլինեզիայում եւ Կորսիկայում անջատողական շարժումների աջակցությամբ եւ այլն, եւ այդ շրջանում մինչեւ դեկտեմբերի 7-ը բավականին անորոշ իրավիճակ էր։ Հայաստանը ուներ միանշանակ դիպլոմատիկ եւ հայտարարությունների տեսքով աջակցություն ԵՄ-ի կողմից, ուներ նմանատիպ աջակցություն նաեւ ԱՄՆ-ի կողմից, սակայն չկար նմանատիպ աջակցություն Ռուսաստանի կողմից եւ հարաբերությունները հավելյալ լարվեցին, գիտենք այդ ընթացքում, բայց այդ անորոշությունը ավարտվեց մի նոր սկզբով, դա դեկտեմբերի 7-ին համատեղ առաջին Հայաստան-Ադրբեջան երկկողմ հայտարարություններ, որտեղ ընդունվեցին այդ ձեր նշած 5 սկզբունքների հիմնական միտքը, սկզբունքը, դա տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության ճանաչման հիմքով հետագա հարաբերությունների կարգավորումը։ Պրահայի գործընթացի երկկողմ ձևաչափ տեղափոխումներ։ Մեկ հավելում ես անեմ, մինչև դեկտեմբերի 7-ը եւս մեկ բան տեղի ունեցավ, չմոռանանք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցավ Հայաստանի առաջարկով եւ Ֆրանսիայի կողմից կազմակերպված քննարկում էթնիկ զտման հիմքով Արցախի ժողովրդի եւ այդտեղ բանաձև չընդունվեց, ընդ որում այդ բանաձևը չընդունվեց, որովհետեւ այն արգելափակեց Ռուսաստան։ Երկու երկրների հիշելով անվտանգության խորհրդում եւ երկրներից մեկը, եթե չեմ սխալվում, երկրներից երկրորդը մշտական անդամ չէր։ Այո։ Ուրեմն այդ դեկտեմբերին նաև 32 ամենաշատ գերիների քանակ Ադրբեջանը վերադարձրեց Հայաստանին, հայկական կողմը 2 գերի վերադարձրեց Ադրբեջանին եւ դրանից հետո այդ սկիզբը ստեղծվեց Հայաստան-Ադրբեջան արդեն առանց միջնորդավորված երկկողմ ձևաչափի, որի շարունակությունը եղավ նաև սահմանազատման գործընթացը։ Դուք գիտեք, դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի 10-ի հայտարարության մեջ ադրբեջանական կողմը ուներ նաև մի պահանջ, դա 7 գյուղերի վերադարձներ, որոնք խորհրդային տարիներին վարչականորեն պատկանում են Ադրբեջանին, եւ այդ կետը հանվեց նոյեմբերի 9-ի հայտարարությունից, բայց ադրբեջանական կողմը բարբերաբար շարունակում էր այդ թեմայի շուրջ հայտարարությունները եւ 24 թվականի հունվարին մենք ունեցանք բավականին կոշտ հայտարարություն Ադրբեջանից, որ հայկական կողմը արդեն Իլհամ Ալիևի կողմից պետք է վերադարձնի այդ գյուղերը, այսինքն բացի Տիգրանաշենից բոլոր անկլավային գյուղերի մասին եւ ոչ անկլավային 4 գյուղերի մասին, որոնք մասնակի հայկական վերահսկողության տակ են գտնվում։ Ամբողջ փետրվարը այդ թեման առաջանում էր տարբեր ԶԼՄ-ներում քննարկումներում, մարտի սկզբին մենք ունեցանք արդեն գրեթե ուլտիմատիվ պահանջ Շահին Մուստաֆայևի գրասենյակի կողմից, որ Հայաստանը պետք է այդ տարածքները 4 գյուղերի արդեն, ոչ թե 7 վերադարձնի Ադրբեջանին, եւ սկսվեց, դուք հիշում եք, այդ
սահմանային այցերը Նիկոլ Փաշինյանի այդ գյուղացիների հետ շփումները, սկզբից Ադրբեջանը պահանջում էր բացի գյուղերից նաև դրանց հարող այսպես կոչված եռանկյունիները, որոնք տարածքով ավելի մեծ էին, քան այդ գյուղերի տարածքները, եւ բավականին նաև մեծ ընդդիմություն առաջացավ Հայաստանում, սա Տավուշը հայրենիքի շարժումն էր, հա, կամ Սրբազան շարժումը, որը նաև ստեղծեց բազմաթիվ ապատեղեկատվություն, դրանցից մեկը Ոսկեպարի եկեղեցու իբր հանձնումն է Ադրբեջանին, որը խորհրդային տարիների սահմանների համաձայն գտնվում էր միշտ խորհրդային Հայաստանի տարածքում։ Իդեպ այդ ապատեղեկատվության մասով ժամանակ շատ ավելի խոշոր ապատեղեկատվություններ էին տարածվում, որ Գիրանցը Ոսկեպարն են հանձնվում, նույնիսկ մարդիկ կանավ գրասում են Տավուշի մարզն է հանձնվում։ Տավուշի մարզի գյուղեր էր, դա երբեք չէր նշում, որ այդ գյուղերը խորհրդային տարիներին եղել են Ադրբեջանին, ընդհանրապես այս սկզբունքը երբեք չի հասկացել ինչ է նշանակում սահմանազատումը, ինչպիսին են եղել խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի սահմանները, ընդ որում եթե դուք գնաք այդ գյուղերը, այդ գյուղացիները շատ լավ գիտեին, որտեղ ա եղել սահմանը, սրանից բողոքում են նաև Սրբազան շարժման մասնակիցները, բայց Երևանում եւ Հայաստանի այլ մարզերում, որտեղ շատ ահոտ պատկերացում էր ընդհանրապես 90-ականներին ինչա կատարվել Լեռնային Ղարաբաղից դուրս, այս թեման ընկալվում էր որպես Հայաստանի Հանրապետության տարածքների, սուվերեն տարածքների հանձնում թշնամուն, հա, այսպիսի ձևակերպումներով կամ ավելի խտացված եւ տարբեր այդ քննարկումների արդյունքում շատ հետաքրքիր էր, որ սյուժեները հիմնականում ապոկալիպտիկ էին, իսկ ապրիլի 19-ի այդ համատեղ հայտարարությամբ, որտեղ կողմերը ընդունեցին սահմանազատման սկզբունքները, հա, օպերատիվ, այսպես ասած, սկզբունքները, հղելով Ալմա-Աթայի հռչակագրին, հղելով խորհրդային շրջանի քարտեզներին, հա, հիմնականում գլխավոր շտաբի քարտեզներին եւ փաստացի այդ հայտարարությամբ հիմք ստեղծեցին նաև այս գործընթացի հետագա զարգացման։ Այստեղ մի կարևոր իրադարձություն եղավ, բացի նրանից, որ այդ եռանկյունների հարցը հանվեց, քանի որ գետի մյուս ափին կար հայկական եռանկյունն Ադրբեջանի ենթակայության տակ եւ շատ կարևոր էր ինքը կոմունիկացիոն առումով Ադրբեջանի համար, ինչպես էս եռանկյունին մեզ համար, այնտեղ կար մի ռազմական դիրք Ադրբեջանի, որը ընկնում էր սահմանազատման հատվածներից մեկի, դա Բերքաբեր, Ղզլհաջելի գյուղերի հատվածում էր եւ շատ երկար մեր մոտ քննարկում էր, որ Ադրբեջանը այնուամենայնիվ այդ կետից չի հանել իր զորքերը, ընդհանրապես ոչ մի տեղից իր, այսպես ասած, ներկայությունը չի կորցրել, միայն հայկական կողմն է նահանջել, բայց հունիսի վերջին արդեն արբանյակային նկարները ցույց տվեցին, որ ադրբեջանական կողմը, քանի որ այդ հատվածը նշած էր որպես սահմանազատման ենթակա հատված, նույնպես հանել է իր հենակետը, տարել է մի քանի 100 մետր ավելի հյուսիս ճանապարհի եզրը եւ հայկական կողմը այն ինչ գրած էր թղթի վրա խստորեն կատարվեց, այն ինչ եղել է խորհրդային շրջաններում քարտեզ խստորեն կատարվեց, իհարկե Գիրանցում դուք գիտեք այդ մի քանի կառույցների թեման կար, մի բնակարանի եւ մի քանի տնտեսական կառույցների, որոնք շուրջ էլի սպեկուլյացիաները շարունակվեցին, որ դա Հայաստանի տարածքներն են, որ օտարվում են Ադրբեջանին, բայց սահմանազատման այդ սկզբունքը, որ եղավ, դա նախկին սահմանի վերարտադրումն էր հողի վրա, որը խիստ իմաստով ինքը չի խախտում սահմանազատման սկզբունքները, ուղղակի ինքը վատ տարբերակ է, քանի որ այդ յուրահատկությունները հիմնականում նույն ԵԱՀԿ-ի խորհուրդ են տալիս, որ աշխատություններում խորհուրդ տա, որ ի նկատի առնվեն եւ ես պետք է նշեմ, որ մի քանի տասնյակ նախկին բնակարաններ ադրբեջանական այն գյուղերից, որոնց նաեւ հատվածում եղավ սահմանազատումը, մնացին Հայաստանի տարածքում, քանի որ խորհրդային տարիներին այդպես էր, հա, այսինքն սա էլ մեր մոտ մինչև հիմա չեն հասկանում, ու մինչև հիմա Ոսկեպարի եկեղեցու կողքի քարաշեն մի քանի տների ավերակներ, որ տեսնում են, որոնք հայկական կողմն են, դա նախկին ադրբեջանական բնակավայրի մնացորդներ են, հա, որ եղել է այդտեղ, այսինքն այս սկզբունքը նույնպես մինչև հիմա շահարկում է ցավոտ սրտի։ Ու մի ուրիշ զարգացում եղավ արդեն օգոստոսի վերջին, եւ որ Հայաստանը եւ Ադրբեջանը փաստացի առաջին համատեղ փաստաթուղթ ընդունեցին, դա սահմանազատման կանոնակարգն էր, որտեղ արդեն այս լավ ԵԱՀԿ-ի խորհուրդներին հետևելով ստեղծեցին ու հասկանալով, որ այս սկզբունքին հետևելը վնասակար է եւ հայկական կողմի համար եւ ադրբեջանական այդ սահմանի օպտիմիզացման կետը դրեցին որոշակի փոփոխությունների, հա, ավելի ճկուն դելիմիտացիայի դեմարկացիայի եւ ես կասեի, որ սա խոշորագույն ձեռքբերումներ 2024 թվականի
ու ընդհանրապես 2023 թվականից հետո այս դրական զարգացումը ինքը նաև անսպասելի է։ Շնորհակալություն, պարոն Մելիքսեթյան։ Այս բոլոր գործընթացները, որոնք դուք նկարագրեցիք սահմանազատման եւ սահմանագծման ընթացքում, դրանց զուգահեռ Հայաստանի ներսում անհանգիստ էր, ինչպես դուք էլ ձեր խոսքում մի բան նշեցիք, սկսվել էր այդ սրբազան շարժումը կամ Տավուշը հանուն սահմանի, Տավուշը հանուն հայրենիքի հետ շարժումը, որը ըստ էության ամբողջությամբ ապատեղեկատվության վրա հիմնված շարժում էր։ Սա դասական օրինակ էր նրա, թե ինչպես ապատեղեկատվության վրա հնարավոր է քաղաքական զարգացումներ իրականացնել երկրում, եւ ի վերջո շարժում էր, որը սկսվել էր որպես պահանջ չգնալու այդ սահմանազատման սահմանագծման գործընթացում, բայց հասնելով Երևան Հանրապետության հրապարակ դրեց պահանջ կառավարության հրաժարականի։ Իրադարձությունները եկան ապացուցելու, որ սրանք իսկապես ապատեղեկատվություններ էին, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից եւ որևէ մի կտոր չհանձնվեց հակառակ կողմին, որ ուրեմն բոլոր այն պնդումները, թե իրանց ոսկեպար գյուղերն են հանձնում, անգամ եկեղեցու վերաբերյալ պնդումները ամբողջությամբ սուտ էին եւ մտածածին, եւ գիտեք, դեպքերի հետագա զարգացումները ցույց տվեցին, որ սա առաջին երևի թե խոշոր փորձներ արտասահմանից, իմաստնավորի Ռուսաստանից Հայաստանում ապատեղեկատվություն կիրառելով առաջացնելու ներքաղաքական ինչ-ինչ զարգացումներ։ Պարոն Ղևոնդյան, այս ամեն ինչին զուգահեռ տեղի են ունենում նաև որոշակի զարգացումներ ՀԱՊԿ շրջանակներում։ Ուրեմն 23 թվականի նոյեմբերի 23-ին Բիշկեկում գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը մասնակցությունից հրաժարվում է ի նշան բողոքի նրա, որ ՀԱՊԿ-ը որևէ գործողության չի դիմել անցնող ուրեմն այդ ժամանակահատվածում։ Այո, փաստացի Հայաստանը սկսած 2022 թվականի նոյեմբերից մենք նախորդ հանդիպման ժամանակ նախորդ մասը քննարկելիս ասացինք, որ առաջին անգամ Հայաստանը փաստացի ՀԱՊԿ-ի աշխատանքներում խնդիրներ տեսավ եւ չմիացավ փաստաթղթին, իսկ 2023 թվականին Բիշկեկում արդեն Հայաստանը ընդհանրապես հրաժարվեց մասնակցություն ունենալ, ինչը ակնհայտորեն խորացնում էր ճգնաժամը Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի միջեւ, ինչը բերեց ի վերջո 2024 թվականի սկզբին նրան, որ Հայաստանի վարչապետը փետրվարի 23-ին հայտարարեց, որ Հայաստանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Հետ կանչվեց Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ից եւ մինչ օրս նոր ներկայացուցիչ չի նշանակվել եւ որևէ միջոցառման Հայաստանը այլևս չի մասնակցել դրանից հետո ՀԱՊԿ-ի շրջանակներում։ ՀԱՊԿ-ում կարծես թե լուրջ չէին վերաբերում դրան սկզբնական շրջանում, սակայն ժամանակի ընթացքում նրանք տեսան, որ որևէ բան չի փոխվում։ Ընդ որում նշեմ, որ կան տեղեկություններ, որ սկզբնական շրջանում, երբ ՀԱՊԿ-ում ինչ որ որոշում էին կայացնում, այդ որոշումները հետո ՀԱՊԿ-ի ներկայացուցիչներից մեկը վերցնում էր, բերում էր Հայաստան, համաձայնեցնում էր Հայաստանի ներկայացուցիչների հետ, համաձայնեցնում էր այն իմաստով, որ արգելափակում չկար, վետո չէր կիրառում Հայաստանը, Հայաստանն ասում էր մենք վետո չենք կիրառում, մենք գործ ունենք, ինչ ուզում եք որոշեք, գնում էին հետ եւ այդ որոշումը համարում էին ընդունված, բայց կարծես թե վերջին շրջանում նույնիսկ չեն բերում Հայաստան, արդեն մյուս երկրները, մյուս 5 երկրները ընդունում են։ Սա ՀԱՊԿ-ի մասով, ինչ վերաբերում է սահմանազատման սահմանագծման գործընթացին եւ ապատեղեկատվությունը, այստեղ կցանկանա երկու լրացում անել, երկու կարևոր բան ավելացնել։ Առաջինը այն, որ ապատեղեկատվության շատ մեծ չափաբաժին գալիս է Ռուսաստանից։ Ես հիշում եմ, որ անմիջապես ապրիլի 19-ից հետո Mail.ru այդ պորտալը ռուսական գրել էր, այսպես որպես վերնագիր, խոշոր վերնագիր էր գրել, հայկական 4 գյուղերը անցան Ադրբեջանին։ Բնականաբար սա ակնհայտ ապատեղեկատվություն է, որովհետև հայկական որևէ գյուղ Ադրբեջանին չի անցել, սրանք այն գյուղերն էին, որոնք խորհրդային միության ժամանակ խորհրդային Ադրբեջանի գյուղեր էին եղել եւ կարելի է ասել դրանք որոշում կայացվեց եւ դրանք Ադրբեջանը Հայաստանը վերահսկողությունից անցավ Ադրբեջանի վերահսկողությանը։ Եվ երկրորդ կետը, որի մասին պարոն Մելիքսեթյանը չխոսեց, դա Ալմատի հռչակագրի ներառումն էր փաստաթղթերում։ Նախ այդ ապրիլին կնքված համաձայնագրում նշվեց, որ ըստ Ալմատի հռչակագրի ուրեմն սահմանազատում սահմանագծում կարվի, հետո արդեն օգոստոսի 31-ի կանոնադրությունում նշվեց Ալմատի հռչակագիրը, բայց վերապահում էր արվել առ այն, որ եթե խաղաղության պայմանագրում այլ սկզբունք լինի, այդ սկզբունքը կաշխատի։ Հետագայում մենք տեսանք, որ խաղաղության պայմանագրում այնուամենայնիվ նույն սկզբունքը նորից գրվեց, թեև դեռ չի ստորագրվել եւ չի վավերացվել խաղաղության պայմանագիրը, բայց ըստ էության Ալմատի հռչակագիրը ստացվում է, որ կողմերը ընդունել են որպես վերջնական կարգավորիչ հնարավորություն։
24 թվականի ապրիլի 5-ին ուրեմն Բրյուսելում երակողմ հանդիպում է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության կազմով։ Կարևոր է ընդգծել, թե այս հանդիպումը ինչ ֆոնին է տեղի ունենում։ Ըստ էության, ինչպես դուք նշեցիք, Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Մենք տեսել էինք այլևս ուրեմն օտարերկրյա հատուկ գործողության խոշորագույն փորձը Հայաստանում իմաստնավորի այդ ուրեմն սրբազան շարժման։ Մենք տեսել էինք Ռուսաստանի բավականին ջղաձիգ ռեակցիան Հայաստանի ՀԱՊԿ անդամակցության սառեցման եւ հայ-ադրբեջանական գործընթացի երկկողմայնացման, այսպես ասենք, եւ այս ամեն ինչի ֆոնին հրամայական էր դարձել Հայաստանի համար աջակցության ստանալը ուրեմն Եվրոպական միությունից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Այս երակողմ ձևաչափով տեղի ունեցած հանդիպումը առաջին խոշոր քաղաքական, տնտեսական եւ ռազմավարական երկխոսություններ կամ աջակցության հայտնելն էր նշված երկրների կողմից Հայաստանի Հանրապետությանը։ Սրանից մի քանի ամիս անց 2024 թվականի օգոստոսի 7-ին լրջագույն առաջխաղացում է տեղի ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման թեմայով, համեցեք։ Ուրեմն օգոստոսի 7-ին Հայաստանը եւ Ադրբեջանը հանեցին խաղաղության պայմանագրի սևագրից, այսպես ասած, կոմունիկացիաներին վերաբերող կետը, կոմունիկացիաներն այդ թվում այն, ինչ Հայաստանի հարավով անցնող ճանապարհն էր, որ հետո դարձավ թրիփ, հա, եւ դա եղավ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած այցի նախօրեկին եւ շատ հետաքրքիր էր, մենք պետք է հիշենք, որ այդ շրջանում հայկական քաղաքական մտքի հիմնական դրսևորումներից մեկը այն է, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը ունեն համատեղ ինչ-որ ծրագիր Հայաստանի վերաճնշելու եւ իրենց շահերը լիարժեք համընկնում են եւ մենք տեսնում ենք Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից այդ շահերի դրսևորման եւ Հայաստանի վերաճնշելու տենց ինչ-որ սինխրոնիզացված քաղաքականություն։ Ես վստահ եմ, որ դա այդպես չի եւ 2024 թվականի վերջին մենք դա ունեցանք նաեւ թեև այդ օգոստոսի պուտինյան այցը շատ մեծ եւ շատ ճոխ ձևով նաեւ ռուսական մամուլում լուսաբանվեց, մենք ունեցանք նաեւ ադրբեջանական ազալ կազմակերպության ինքնաթիռի վթարը Գրոզնի, այսինքն խոցումը Գրոզնի երկնքում, հա, Ռուսաստանի տարածքում եւ ինքը արդեն վթարային վայրեջ կատարեց Ղազախստանի տարածքում, ուղևորների մի մասը զոհվեց եւ դա դարձավ ռուս-ադրբեջանական դիվանագիտական հակամարտության սկիզբ, որը հետագայում շարունակվեց եւ սրացավ եւ հաճախակի դիտարկվում էր նույնպես որպես ինչ որ սիտուատիվ երևույթ, բայց կարծում եմ շատ կարեւոր է հասկանալ, որ ադրբեջան-ռուսական հարաբերություններում իհարկե որոշ փուլերում այդ շահերի համընկումը եղել է եւ Հայաստանը լինելով թույլ կողմը այդ ճնշման նաեւ գործիք է դարձել, բայց այդ իրադարձությունների զարգացումը մի կողմից հայ-ադրբեջանական արդեն երկկողմ ձևաչափը Ռուսաստանի փորձերը ինչ որ ձևով այնուամենայնիվ մնալ այդ ձևաչափում եւ Ադրբեջանի հետագա նաեւ քաղաքականությունը ցույց տվեցին, որ այդտեղ չկա շահերի համընկնում, կա սիտուատիվ ինչ որ դաշինքներ, որոնք նաեւ պայմանավորված են Ռուսաստանի ազդեցության եւ Ռուսաստանի ընդհանուր, այսպես ասած, թուլացման, ուժեղացման գործընթացների հետ նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստը։ Դրանից հետո նոյեմբերի 5-ին 24 թվականի պարզ է դառնում, որ Միացյալ Նահանգներում նախագահ է ընտրվում Դոնալդ Թրամփը, սա Հայաստանում որոշակի այսպես նեգատիվ տրամադրություններ է առաջացնում, այն կանխավարկածով, որ Թրամփը իր ամբողջ նախընտրական հատվածում խոսում էր Միացյալ Նահանգների ուրեմն կոնֆլիկտներում եւ ընդհանրապես միջազգային քաղաքականության մեջ ներգրավվածությունը նվազեցնելու, Ռուսաստանի հետ մրցակցությունից դուրս գալու եւ նմանատիպ այլ նարատիվների շուրջ, եւ այս ամեն ինչի ֆոնին հունվարի 14-ին արդեն հերացող ադմինիստրացիայի հետ, Բայդենի ադմինիստրացիայի հետ Հայաստանի Հանրապետությունը ստորագրում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։ Այդ ժամանակ ոնց որ ասած կողմնակիցները հայտարարում էին, թե Հայաստան, որ կողմերը սա համաձայնեցրել են նոր եկող ադմինիստրացիայի հետ, իսկ քննադատները ասում էին դուք հերացող ադմինիստրացիայի հետ ստորագրում եք փաստաթուղթ, որ զրոյական արժեք է ունենալու, բայց դրանից ընդամենը 2 ամիս անց փետրվարի 7-ին տեղի ունենում վարչապետի այցը Վաշինգտոն նորընտիր ադմինիստրացիայի հետ հանդիպման, ըստ էության վարչապետը դառնում է նոր ադմինիստրացիայի առաջին օտարերկրյա հյուրը, օտարերկրյա պետության ղեկավար հյուրը Վաշինգտոնում, Սպիտակ տանը, որտեղ հանդիպում է փոխնախագահի հետ, դեռևս այսպես միջևերջ չտեղավորված անգամ ուրեմն սեթինգով, եւ ըստ էության այստեղից մենք կարող ենք
գուշակել, որ սկսվում է մի process, որը ի վերջո գալիս հանգում է օգոստոսի 8-ին տեղի ունեցած հայտարարություններով, բայց առաջ չանցնելով որպեսզի պահպանելով ժամանակագրությունը, սրանից ընդամենը 1 ամիս անց մարտի 17-ին ԱՄՆ-նախագահատուկ ներկայացուցիչ Վիտկոֆը Մոսկվայից անակնկալ կերպով այցելում է Բաքու, նորից եթե մենք կապենք այս երկու կետերը իրար հետ, ըստ էության Վաշինգտոնում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, որոնց ներգրավելու համար Վիտկոֆը ուղարկվում է Բաքու Ադրբեջանին ներգրավելու նպատակով, եւ այս բոլոր գործընթացներից հետո այս բոլոր գործընթացների արդյունքում հուլիսի 9-ին արդեն 2025 թվականի տեղի ունենում հայտնի Աբու Դաբիի հանդիպումը, որի վրա ես խնդրեմ ենք մանրամասն կենտրոնանանք, մենակ մի իրադարձություն էլ նշենք, որ մինչև դա տեղի ունենում հունիսի 20-ի Հայաստանի վարչապետի այցելությունը Թուրքիա, ըստ էության այս բոլոր գործընթացների մասին ինչ որ չափով ներգրավելով, ինչ որ չափով կոմունիկացնելով նաև թուրքական կողմի հետ։ Բայց հիմա խոսելով Աբու Դաբիի մասին, պարոն Ղևոնդյան, ինչով էր նշանավոր Աբու Դաբիի հանդիպումը։ Ամենակարևոր եւ ամենաառանցքային մասը այդ հանդիպման այն էր, որ Փաշինյանը եւ Ալիևը փաստացի առանց միջնորդների ուղիղ հանդիպում ունեցան եւ ուղիղ հանդիպման ժամանակ դեմ առ դեմ սկսեցին քննարկել այն խնդիրները, որոնք առաջացան եւ խնդիրների լուծման հնարավոր ձևատեսակները։ Ես նշեմ, որ ըստ էության հիմա հետահայաց երբ նայում ենք իրավիճակին, պետք է կարծել, որ արդեն համաձայնությունների որոշակի փաթեթներ առաջարկվել էին Հայաստան եւ Ադրբեջանը, ընդ որում առաջարկվել էին Միացյալ Նահանգների կողմից։ Իհարկե հանրությունը դեռևս տեղյակ չէր, որ նման գործընթաց է տեղի ունենում, դրա մասին 1 ամիս հետո պետք է հանրությունը տեղեկացվեր, բայց փաստացի համադրելով այդ բոլոր փաստերը, որ դուք ասացիք, եւ փետրվարի 7-ի այցելությունը եւ հետո մարտին Վիտկոֆի այցելությունը Բաքու, պետք է նշել, որ գործընթացը գնում էր արդեն մի քանի ամիս։ Եվ կարելի է ասել, որ Աբու Դաբիում քննարկումները ըստ էության տեղի են ունեցել արդեն ինչ որ փաթեթների շրջանակներում, որոնք պետք է բերեին օգոստոսի 8-ի համաձայնություններին։ Պարոն Մելիքսյան, մենք կարանք ֆիքսենք, որ հուլիսին Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ բոլոր հարցերի շուրջ կողմերը եկել էին կոմպրոմիսի, բացի կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայից, որը, ինչպես մենք նշեցինք այս դեպքերի հաջորդական իրադարձություններով զարգացմամբ, էփվում էր մի փոքր այլ արդեն երակողմ ձևաչափով։ Բայց մնացած հարցերը, լինի դա խաղաղության համաձայնագիրը, սահմանազատում, սահմանագծումը եւ այլն, ըստ էության, այստեղ կողմերը եկան առաջին անգամ որոշակի կոմպրոմիսի։ Այո, այստեղ ես նաև կվերադառնայի 2025 թվականի մարտի 13, որ հենց Փաշինյանի այցից հետո ԱՄՆ մի ամիս հետո Հայաստանը հանում է իր առարկությունները խաղաղության պայմանագրի երկու կետերի հետ, որոնցից մեկը արտաքին ինչ որ ուժերի ներկայություն էր հայ-ադրբեջանական սահմանին, որ այդ ուժերը պետք է հետ քաշվեն, եւ երկրորդը միջազգային դատարաններում փոխադարձ հայցերի թեման, որ մարտի 13-ին եւ դրանից 4 օր հետո Վիտկոֆը այցելում է Բաքու։ Վիտկոֆը այցելում է Բաքու ու ընդ որում դուք հիշում եք, կարող եք հիշել, որ դրանից անմիջապես հետո ադրբեջանական կողմը անսպասելիորեն խստացնում է իր հռետորաբանությունը, ամեն օր գրեթե Ադրբեջանի զինված ուժերը հաղորդագրություններում շեշտում էին ինչ որ տեղաշարժերի մասին, սահմանին կրակոցների մասին ու նաև եվրոդիտորդները այստեղ կարևոր դեր խաղացին, որ իրենք հերքում էին այդ ապատեղեկատվությունը եւ շատ հետաքրքիր էր հայկական կողմը համաձայնում է վերջին առարկությունների հետ, հանում է իր առարկությունները, միջազգային հանրությունը այդ թվում Թուրքիան սկսում են ողջունել այդ գործընթացը տարբեր հայտարարություններով, Ադրբեջանը դրանից հետո խստացնում է հռետորաբանությունը Զանգեզուրի միջանցքի հետ, դա ես կարծում եմ մի կողմից անսպասելի էր ադրբեջանական կողմի համար, մյուս կողմից այդ դրական նաև ընկալումը, որ այդ քայլի Հայաստանի ինքը մեծ ակնկալիքներ էր ստեղծում, արդեն միտված կոպիտ ասած Ադրբեջանի դաշտում էր գնդակը եւ բոլորը ակնկալում են Ադրբեջանից ինչ որ փոխադարձ քայլ, իսկ ադրբեջանական դիվանագիտությունը այնուամենայնիվ ինքը այդպեսի սկզբունք ունի, որ միշտ ինչ որ բան անում է ինչ որ բանի փոխարեն եւ մենք կարող ենք հիշել, որ այդ շրջանում շատ լարված էին Ադրբեջանի հարաբերությունները Եվրոմիության հետ, շատ լարված էին նաեւ նույնիսկ նոր այս ադմինիստրացիայի պայմաններում, դուք հիշեցիք Փաշինյանի այցը, կոնտակտները ԱՄՆ-ի հետ այս նոր ադմինիստրացիայի շատ ավելի ակտիվ են եւ սա որոշակի քաղաքական նաեւ բացի խանդի խնդիրներ առաջացնում Ադրբեջանի համար, որովհետեւ Ադրբեջանը փորձում էր կապիտալիզացնել այն արդյունքը, որ ունեցավ 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, այստեղ մենք նաև մի բան մոռացանք, դա ռուս խաղաղապահների դուրսբերումն էր 24 թվականի ապրիլին
այդ դելիմիտացիա եւ դեմարկացիայի փաստաթղթի ստորագրումից մի 2 օր առաջ իմ հիշելով, ու սա շատ հետաքրքիր էր, որովհետեւ 2023 թվականի սեպտեմբերից մինչեւ 24 թվականի ապրիլը ռուս խաղապահները ինչով ասես չեն զբաղվում Լեռնային Ղարաբաղում, իրենք այնտեղ ինչ որ ասենք ականապատված ինչ որ հատվածներն էին ականազերծում, հետո ինչ որ նույնիսկ տեխնիկական աշխատանքներ էին անում, հետո ինչ որ մաքրման աշխատանքներ են անում, վերջում լրիվ ինչ որ գիտեք տան տնտեսուհու աշխատանքների ցուցակ էր մնացել ռուս խաղապահներին, ու սա նաև զավեշտալի էր բավականին այս իրավիճակը, ու նաև կարող ենք հիշել, որ նույն թվականի մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը այցելում է Ռուսաստան եւ պայմանավորվածություններ են ձեռք բերվում Հայաստանի սահմանային այն հատվածից, որ 2022 հիմնական 21-22 թվականներին որտեղ կանգնել էին ռուսական հատուկ հիմնականում ծառայությունների ուժերը ներքին հատվածում, ոսկեպարում, որտեղ մի հատ խոշոր կառույց էր նաև կառուցվել, նույնպես պայմանավորվածություն է ձեռք բերում, որ այդտեղից դուրս գան ռուս այդ ուժերը 24 թվականի օգոստոսին ռուսական հատուկ ծառայությունները լքում են Զվարթնոցի օդանավակայանը, սա նույնպես կարևոր գործընթաց էր 25 թվականի սկզբին նրանք լքում են հայ-իրանական սահմանի անցակետը եւ նաեւ ամբողջ սահմանը անցնում է հայ-ռուսական համատեղ արդեն մոնիտորինգի, ոչ թե միայն ռուսական կողմի 26 թվականի սկզբին ռուսական նաև 25 թվականի սկզբին Մարգարայի անցակետից են դուրս գալի ռուսական ուժերը եւ 26 թվականի սկզբին Ախուրիկ անցակետից, այսինքն վերջին անցակետը, որ մնացել էր ռուսական վերահսկողության տակ հայ-թուրքական սահմանին, ու սա նույնպես կարևոր գործընթացի սկիզբ էր, որը ցույց էր տալիս այս փոփոխությունները։ Այդ ամբողջ շրջանում 23 թվականից հետո մնում էր մի կարևոր հարց նաև, որը միշտ ընկալվում էր, որ հիմնական խնդիրը հայ-ադրբեջանական հարաբերությունների դա ասպես կոչված Զանգեզուրի միջանցքի խոսույթն էր, որ ադրբեջանական կողմը շատ ագրեսիվ էր վարում եւ նաեւ ինքը ուներ տարբեր սրացումներ, ընկալում էր որպես ապատարածքային, տարածքային միջանցք 2025 թվականի Աբու Դաբի հանդիպումից հետո այստեղ նկատվեց փոփոխություն։ Հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն իսկ իր հարցազրույցում Al Arabiya հեռուստաընկերության նշում էր, որ իրենք պատրաստ են վճարել մաքսատուրքերը, իրենք պատրաստ են ընդունում են տարածքային ամբողջականության սկզբունքը եւ այլն, եւ սա կարևոր նախանշան էր նրան, ինչ մենք ունեցանք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Մինչև դրան հասնելը, բայց ամեն դեպքում ֆիքսենք, որ հուլիսի 9-ից հետո ըստ էության միակ հարցը, որտեղ կողմերը պաշտոնական դիվանագիտության մակարդակով դեռևս ունեին էական տարաձայնությունը, շարունակում էր մնալ կոմունիկացիաների ապաշրջապակումը եւ իմաստնավորի այն ինչ որ Ադրբեջանում կոչվում է Զանգեզուրի միջանցք։ Բայց տեղի անում օգոստոսի 8-ի համատեղ ուրեմն հայտարարությունը, որի վրա ասում ենք մի փոքր մանրամասն հիմա կանգ առնենք, որտեղ առաջաբերվում թրիփի գաղափարը եւ ստորագրվում է մի շարք փաստաթղթեր։ Նախաստորագրվում է խաղաղության համաձայնագիրը, երկրորդը ստորագրվում է խաղաղության մասին հռչակագիրը եւ արդեն ստորագրվում է ուրեմն թրիփի մասին համաձայնագիրը ու կողմերը առանձին միացյալ նահանգներից ստորագրում են երկկողմ փաստաթղթեր։ Պարոն Ղևոնդյան, սկսենք խաղաղության ուրեմն տեքստի հրապարակումից եւ դրա նախաստորագրումից։ Դուք լավ կհիշեք, թե Հայաստանում ինչ ուրեմն միֆեր, լեգենդներ եւ կոնսպիրոլոգիական տեղեկություններ պատրաստում խաղաղության համաձայնագրի հետ կապված։ Երբ որ տեքստը հրապարակվեց, ինչ եղավ Հայաստանում։ Երբ որ տեքստը հրապարակվեց, ակնհայտ դարձավ, որ այն բոլոր մտավախությունները կամ այն բոլոր շահարկումները, որոնք գոյություն ունեն տեքստի նկատմամբ, այն բոլոր մարդիկ, ովքեր հայտարարում էին, թե տեքստում 300,000 ադրբեջանցիներ են գալու, ընդ որում 300,000-ը դա բացառապես Սամվել Կարապետյանի եւ կուսակցության այդպես հորինածը չէ, դա հայտարարում էին այդ կուսակցությանը հետագայում հարած որոշ քաղաքագետներ, որոշ հանրային գործիչներ եւ այլն, հայտարարում են դեռևս մինչեւ Սամվել Կարապետյանի Հայաստան գալը, մինչեւ այդ եկեղեցու շարժումը եւ այլն, եւ օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո նրանք լռեցին, ուղղակի նրանք նույնիսկ ներողություն չխնդրեցին, որ նման բաներ են կերակրել, այսպես ասենք, Հայաստանի ժողովրդին նրանց ստերով վախեցրել, ահաբեկել են Հայաստանի ժողովրդին, բայց տեքստի հրապարակումը ցույց տվեց մեկ շատ կարևոր բան, որ Հայաստանը եւ Ադրբեջանը այս պայմանագրի շրջանակներում ունեն առանձին պարտավորություններ։ Երկու կողմերը բոլոր կետերում 17 կետեր են այնտեղ նշված, բոլոր կետերում երկու կողմերը պետք է իրականացնեն որոշակի գործողություններ, ընդ որում, եթե մի կողմը պետք է մի բան անի, նույնը պետք է անի նաեւ մյուս կողմը։ Սա շատ կարևոր արձանագրում է, ինչը էականորեն ես կարծում եմ ազդեցություն ունեցավ նաեւ
հետագայում արդեն ընտրությունների արդյունքում մենք տեսանք այդ ազդեցության որոշակի նշաններ ազդեցություն ունեցավ նաև իշխող կուսակցության քաղաքական վարկանիշի վրա Հայաստանի Հանրապետության ներսում, բայց խոսելով ընդհանուր առմամբ օգոստոսի 8-ի համաձայնությունների մասին, ես պիտի նշեմ, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ինքը միայն մեկ օղակն էր այն ամբողջ փաստաթղթերի շարքի, տեսեք դուք թրիպի մասին ասացիք, դրան առանձին կանգ կառնենք, բայց բացի թրիպը այնտեղ կային համաձայնություններ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև տնտեսական ոլորտում, կային համաձայնություններ էներգետիկ ոլորտում, եկեք հիշենք, որ բավական երկար ժամանակ խոսակցություն է գնում ատոմակայանի մինչև այսօր գնում այդ խոսակցությունը նոր ատոմակայանի կառուցման մասին եւ փաստացի այստեղ առաջին անգամ փաստաթղթավորված հնարավորություն ստեղծվեց, որ կամ կարծիք առաջացավ, որ Հայաստանը գուցե ընտրի ամերիկյան մոդելը, որտեղ մինչ այդ միայն խոսակցություններ էին գնում, իսկ այստեղ փաստաթղթերում Հայաստանը եւ Միացյալ Նահանգները համաձայնեցին էներգետիկ ոլորտում համագործակցել, կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության փաստաթղթեր, սրանք փաստաթղթեր էին, որոնք ոչ միայն խոսում էին Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերություններում խաղաղության ժամանակաշրջանի վերադարձի կամ նոր տեսակի հարաբերությունների մասին, այլ խոսում էին այն մասին, որ Հայաստանը զարգացման հնարավորություն է ստանում։ Սա ամենակարևոր մասն է, ամենակարևոր ձեռքբերումն է օգոստոսի 8-ի համաձայնության, որովհետև կարող էր Միացյալ Նահանգները օրինակ միայն թրիպը առաջարկել Հայաստանի եւ Ադրբեջանի եւ սա կլիներ ընդհանրապես ենթակառուցվածքային ծրագիր, բայց մյուս փաստաթղթերը ցույց են տալիս, որ սա համալիր ծրագիր է, միայն ենթակառուցվածքների մասին չէ։ Ուցե շարունակենք։ Պարոն Մելիքսյան, թրիփի պայմանագիրն է ստորագրվել, նախ այս շրջանակային այսպես են պայմանագիրը ստորագրվեց նաև այդ օրը, ինչ խնդիր դա լուծեց եւ ինչ նորություն բերեց։ Դա լուծեց ընդհանրապես այն հիմնական խնդրեմը, որը կար հայ-ադրբեջանական հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտից եւ թեմայից հետո, դա կոմունիկացիաների թեման էր, ընդ որում ես պետք է հիշեցնեմ, որ հաճախակի այս թեզն է շարքում, որ Նախիջևանի հետ կապի թեման առաջացել է 2020 թվականից հետո, դա այդպես չի, դեռ մադրիդյան հայտնի փաստաթղթում կետերից մեկը ուղիղ նշում են Ադրբեջանի եւ Նախիջևանի անխոչնդոտ կապի հնարավորության մասին, ընդ որում հենց այդ խոչնդոտ բառն է օգտագործվում, ու դուք գիտեք նաև այն 90-ականների վերջի եւ 2000-ականների սկզբի հայ-ադրբեջանական բանակցություններում, հա, Քիև-Ստիվալն այս տրամաբանությունը եւ Նախիջևանի հետ կապը շատ կարեւոր էր եւ Ադրբեջանի համար սա կենսական թեմա էր միշտ եղել եւ հետեւաբար եւ որ ամրագրվեց այս կապը արդեն իսկ ԱՄՆ հաստատի միջնորդությամբ, հա, այս նաև կազմակերպության, թրիփ կազմակերպության ստեղծման, այնտեղ նաև նշվեց մի շատ կարևոր կետ, որը կարծում եմ հայկական կողմը մինչև հիմա մեր նույնպես մենք չենք գնահատում եւ ես կարծում եմ մեր ամբողջ այս բանակցային գործընթացի շարունակության հաջողությունը նաև կապված է ինչքան բովանդակություն մենք այդ կետի մեջ կդնենք, դա փոխադարձ առավելությունների մասին այդ նույն նախադասության մեջ շարունակությունն է, որը Հայաստանի համար նույնպես շատ կարևոր է եւ հաճախակի մենք կարծիքներ ենք լսում, որ լավ թրիպը միայն բացվելու է եւ մյուս սահմանները փակ են մնալու, մենք փաստորեն կիսաբլոկադայի պայմաններում ենք լինելու։ Նախ թրիպի այդ սկզբունքը ինքը պահպանվել է բոլոր հետագա փաստաթղթերում թրիպի շուրջ, որ զարգացումներ են եւ թրիպի իրականացումը, նույնիսկ եթե ենթադրենք, որ մյուս սահմանները փակ են մնում, անհնար է առանց այդ սկզբունքի իրականացման, փոխադարձության սկզբունքի, իսկ փոխադարձության սկզբունքը ամենանեղ իմաստով դա նույն Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքով Հայաստանի կապն է, Հայաստանի հարավի հետ, որը ժամանակային առումով անհամեմատ ավելի արագ է, քան նույնիսկ Ադրբեջանի կապը Իրանի տարածքով Նախիջևանի հետ, այսինքն մենք այստեղ ավելի շատ ենք շահում, դա Հայաստանի կապն է, որովհետև այնտեղ ներքին արտաքին միջպետական եւ միջազգային կապերի մասին է, հա, եւ այստեղ մյուսը դա դեպի Իրանն է, որը շատ կարեւոր քրիտիկական նույնպես ենթակառուցվածք եւ Իրանի հետ մեր նաեւ փոխադարձ առևտրաշրջանառությունը դա ծանր եւ ծավալուն բեռներն են, որոնք հիմա նաեւ հատկապես Ձմռանը Սյունիքի տարածքով դրանց փոխադրելը դա լրջագույն խնդիր է եւ դա ստեղծում սահմանափակումներ է ստեղծում մեզ համար եւ նաեւ Մեղրիով կապը Կենտրոնական Ասիայի հետ եւ Ռուսաստանի հետ, ինչը նույնպես կարևոր է Հայաստանի համար, այսինքն նույնիսկ եթե պատկերացնենք ամենավատ սցենարը, մենք այս փոխադարձ սկզբունքներով ստանում ենք 3 շատ կարևոր կետեր, որը նույնպես Հայաստանի համար էական եւ որակապես փոխում է այն իրավիճակը, որը մենք ունենք հիմա մեր ներքին եւ արտաքին կոմունիկացիաների հարցում։ Թրիպի հետ կապված այստեղ նաեւ շատ կարևոր է այն զարգացումները, որ եղավ հունվարին 2026 թվականին, որ շրջանակային արդեն ընդհանուր այդ կաղապարը ներկայացնող փաստաթուղթը մենք ունեցանք ստորագրվեց Արադ Միրզոյան-Ռուբիո ֆորմատով եւ այնտեղ այդ կազմակերպության գաղափարներ 74-26% այդ բաների բաշխումը, մասնաբաժինների բաշխումը
կազմակերպության ընդհանուր նաև այդ front office, back office գաղափարներ, այսինքն մոտավոր այն կմախքը, որը 26 թվականի արդեն մայիսի վերջին ավելի հստակ տեսք ստացավ, եւ նաև այս արագ զարգացումները շատ կարեւոր են, որովհետեւ այ բոլոր այն սկեպսիսը, որ դուք ասում եք, սկզբից ինչ է նշվում։ Սկզբից, եթե 20 թվականը գնանք, նշվում էր, որ մենք պետք է ցանկացած ձևով համագործակցենք Ռուսաստանի հետ 22-23 թվականի ճգնաժամերի ժամանակ նշվում էր, որ մենք պետք է ցանկացած ձևով համագործակցենք ինչ-որ արտաքին ուժերի հետ ու դրանց ամբողջ մտադրությունը այն էր, որ մենք պետք է արտաքին ուժերը օգտագործենք Ադրբեջանի վրա ճնշելու ինչ-որ արդյունքներ ստանալու։ Դա ցույց տվեց, որ դա ոչ պրոդուկտիվ, ասենք, միջոց է։ Ցավոք սրտի այս միտքը մինչև հիմա պահպանվում է եւ ես կարծում եմ ինքը շատ վտանգավոր է այն առումով, որ մենք չենք հասկանում մի կողմից կա ֆատալիզմ, այսինքն կա, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ պայմանավորվել։ Ես կարծում եմ սա սխալ է, տարբեր փաստարկներ են բերում քաղաքագիտական դասագրքերից։ Եթե մենք գնանք 2020 թվականից նույն հայտարարությունները, մենք կտեսնենք, որ բոլոր այդ հայտարարությունները այդ ոճի իրենք իրենց սխալն են ցույց տվել եւ հակառակ սկզբունքը, այսինքն ավելի ադապտատիվ քաղաքականությունը ինքը ցույց է տվել, որ ավելի էֆեկտիվ է։ Ու ես կարծում եմ, որ այս շատ կարեւոր է, որ մենք հասկանանք, որ իսկապես հայ-ադրբեջանական այս երկկողմ ձևաչափով արտաքին կողմերը ներգրավվելով որպես շահառուներ եւ նաեւ որպես կողմերին մոտիվացնող կողմեր, ոչ թե մի կողմի վրա ճնշող սկզբունքով մենք կարող ենք իսկապես արդյունքների հասնել կամ ավելի կանխատեսելի արդյունքներ ունենալ եւ սա նույնպես շատ կարեւոր, ես կասեի, բանակցային 26 թվականի հունվարին Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրում են TRIP-ի վերաբերյալ աշխատանքային փաստաթուղթ։ Այո։ Այդտեղ ինչն է բացատրվում եւ ինչն է բացվում։ Կարճ։ Այնտեղ մենք տեսանք այդ համաչափությունները, հա, 20-24 եւ 74 եւ 26%-ների մասին, այնտեղ տեսանք, որ ԱՄՆ-ն նաեւ դիտարկում է այս կոմունիկացիան ոչ միայն որպես Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև կապ, ինչ որ փոխադարձ առավելություններ Հայաստանի համար, այլ որպես միջին միջանցքի կարևոր օղակ, ընդ որում սա նույնպես հետագայում ունեցավ զարգացումներ եւ մենք տեսանք, որ Ադրբեջանի հետ ստորագրած նաեւ ռազմավարական համագործակցության խարտիան, Հայաստանի հետ ստորագրած TRIP-ի արդեն զարգացման շուրջ շրջանակային փաստաթուղթը նշում են կոնկրետ նպատակները ԱՄՆ-ի այս կոմունիկացիայի հետ կապված, որ դա կենտրոնական Ասիան կապող կարևոր օղակ է, որ դա այսպես կոչված հազվագյուտ միներալների եւ մետաղների տրանսպորտ, այսինքն տեղափոխման կարևոր օղակ է եւ որ սա շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան ուղղակի այդ լոկալ ինչ-որ կոմունիկացիան Նախիջևանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այս բոլոր գործընթացներին զուգահեռ ըստ էության մոտավորապես 24 թվականի մարտ ամսից սկսած, երբ Ռուսաստանը տեսնում է եւ ընկալում է, որ իրավիճակը իր վերահսկողությունից դուրս է գալիս, եւ գալիս են նաեւ այն եզրակացության, որ իրավիճակը հետ վերադարձնելու իրանց վերահսկողության տակ ամենակարճ եւ հեշտ ճանապարհը Հայաստանում իշխանափոխությունն ու քաղաքական փոփոխություններն են, եկեղեցին սկսում է դառնալ Հայաստանում ընդդիմադիր տրամադրությունների կիզակետը, բոլոր գործընթացները այսպես թե սկսում են եկեղեցու միջոցով կամ եկեղեցով իրականացվել եւ նաեւ ուրեմն թե ընդդիմադիր շարժումներ, թե հրապարակումներ, սկանդալներ եւ այլն, դա դառնում է Հայաստանի ներքաղաքական կյանքի հիմնական իշխանություն ընդդիմություն, այսպես ասած, պայքարի թատերաբեմը։ Եվ 25 թվականի հունիսին ուրեմն ուղարկում են Ռուսաստանից հայտնի միլիարդատեր օլիգարխ Սամվել Կարապետյանին, ով Հայաստանում անում է համապատասխան հայտարարություն, ըստ էության Ռուսաստանում որոշում են գնալ վրացական սցենարով, վրացական ճանապարհով, ուղարկել այստեղ տեղական մի միլիարդատեր, որը կսկսի իշխանությունների ձեռքում կենտրոնացնել եւ այսպես ասած ձեռնոց կնետի իշխանություններին, վերջինս անում հայտնի հայտարարությունը իրենց ձևով իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ եւ այդ պայից սկսած կարելի ասել, որ ամեն ինչ Հայաստանում սկսում է զարգանալ մեկ տրամաբանությամբ պատրաստվելով հունիսին 26 թվականի հունիսին տեղի ունեցող ընտրություններին։ Այսինքն մենք կարող ենք դրած ֆիքսենք, որ 25 թվականի հունիսից, այսինքն 1 տարի առաջ Հայաստանում սկսվում է նախընտրական պայքարը, պարոն Հայմոնյան։ Շնորհակալություն։ Այո, սկսում է նախընտրական պայքարը եւ նախընտրական պայքարի ամբողջ տրամաբանությունն այն է լինում, որ քաղաքական դաշտը բաժանվում է երկու հակադիր բևեռների, մեկ բևեռում լինում է ներկայ իշխանությունը եւ այն քաղաքական կուրսը, որը վարում է ներկայ իշխանությունը, մյուս բևեռում լինում է ռուսամետները եւ Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող այն գաղափարաբանությունը, որ Հայաստանը գնում է սխալ ճանապարհով եւ պետք է Հայաստանի քաղաքական կուրսը փոխել։ Եկեք ուշադրություն դարձնենք, որ օրինակ օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո Ռուսաստանից բազմաթիվ իհարկե հայտարարություններ գնահատական են հնչել, բայց ես երկուսի վրա կառնեմ։ Օվերչուկը Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարեց, թե առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու ենթակառուցվածքներ բացել, դա
տարածաշրջանում հնարավոր չի լինելու, իսկ Լավրովը մեկ առիթով ասաց, թե այն թուղթը, որի վրա ստորագրվել է այդ թրիպը, ոչ մի բան այդտեղ թուղթը արժեք չունի։ Այսինքն Ռուսաստանում ի սկզբանե դիրքավորվեցին թրիպի եւ ընդհանրապես օգոստոսի 8-ի համաձայնությունների դեմ, ինչի արտահայտությունը մենք տեսանք այդ 1 տարվա ընթացքում, երբ Հայաստանում անընդհատ ռուսամետ քաղաքական ուժերը բերում էին տարբեր տեսակի նախաձեռնություններ, ընդ որում այդ նախաձեռնությունները ոչ միայն միտված էին հունիսին ընտրություններին հնարավոր փոփոխություններ իրականացնելու, այլ նաև եթե հնարավոր լինի մինչ այդ եկեք հիշենք, որ ազգային ժողովում ինչ-որ իմպիչմենտի գործընթացներ էին ցանկանում սկսել, մարդիկ էին հանկարծ հայտնվում, որոնց մասին շատ-շատերը մոռացել են եւ հայտարարում են, որ իրենք իմպիչմենտի գլխավոր դեմքն են եւ իրենք պետք է գան ու իմպիչմենտ անեն Նիկոլ Փաշինյանին հեռացնեն։ Հանկարծ մեկ էլ պարզվեց, որ նախկին որոշ պաշտոնյաներ առանձին կուսակցություններ ունեն, եւ այդ կուսակցությունները բավական մեծ փողեր ունեն եւ այդ փողերի միջոցով նրանք գալիս են իշխանությունները փոխելու, հետո հասկանում ենք ի վերջո վերլուծելով, որ այդ ամեն ինչը համակարգի առանձին մասեր են։ Ինչ էին ի վերջո ցանկանում անել Ռուսաստանում, ինչը չստացվեց, արդեն հետայաց կարող ենք ասել, որ չստացվեց։ Ցանկանում էին իրականացնել այն, ինչ արեցին Գյումրիում, եւ բազմաթիվ դեպքերում բացահայտ ասում են, որ գնում են Գյումրիի 2 սցենար իրականացնելու, իսկ դրա տրամաբանությունն այն էր, որ մի քանի տարբեր ուղղություններով, տարբեր քաղաքական ուժեր խուսափելով նրանից, որ կարող է, եթե իրենք միանան, հակառեյտինգները աշխատեն եւ որևէ մեկ ով չի ցանկանում քվեարկել Քոչարյանին, Քոչարյան, Կարապետյան կամ այլ տիպի միությունների դեպքում չքվեարկի այդ քաղաքական ուժին, առանձին հավաքեն ձայներ, ինչպես արեցին Գյումրիում։ Այդ ձայները վերջում միանան իրար եւ ավելին լինեն, քան քաղաքացիական պայմանագրի ձայները եւ դրա միջոցով նրանք կարողանան ընտրել վարչապետ։ Ըստ էության վարչապետի տարբեր տեխնացուներ կային, բայց ըստ էության ստվերային տեխնացու Ռոբերտ Քոչարյանն էր, որովհետեւ Սամվել Կարապետյանը նրա քաղաքական ուժը որևէ մեկ այլ տեխնացուն չէր քննարկում բացի հենց անձամբ Սամվել Կարապետյանից, իսկ Սամվել Կարապետյանը օրենսդրորեն չէր կարող համադրության համաձայն չէր կարող դառնալ Հայաստանի վարչապետ։ Եվ ստացվում էր, որ երկրորդ քաղաքական ուժը պետք է լիներ եւ երկրորդ քաղաքական ուժը Քոչարյանը։ Շնորհակալություն։ Վերադառնալով հայ-ադրբեջանական ուրեմն համատեքստին, օգոստոսի 8-ից սկսած մենք տեսնում ենք ձեր այդ բոլորովին այլ բնույթի հայ-ադրբեջանական հարաբերություններ, սկսվում է ուրեմն առաջինը գերիների եւս մեկ խումբ վերադառնում հայրենիք, ադրբեջանական կողմը տրանզիտն է, իր տարածքով սկզբից բացում է նաև իր արտադրած ապրանքների սկսում է արտահանում դեպի Հայաստան, սկսում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից փոխադարձ այցելությունների շարք, այսինքն նոր բովանդակությամբ են սկսվում լցվել հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Ձեր նշած ռուսական գործողությունների ֆոնին մենք տեսնում ենք նաև արևմուտքից դրա լիակատար հակագործողությունները եւ աջակցությունը Հայաստանին, մասնավորի փետրվարին 26 թվականի ԱՄՆ փոխնախագահ Վենցն այցելում Հայաստան, մի փոքր ավելի ուշ մենք տեսնում ենք նաև Եվրոպական միության կողմից այսպես շքերթ ուղղակի միջոցառումների Հայաստանի տարածքում, Հայաստանի հետ, դա եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումներ, հայ-եվրոպական, Հայաստան-եվրոպական միություն, ուրեմն միջոցառումներ այս ամեն ինչի ֆոնին մենք ունենում ենք երկու եւս կարևոր իրադարձություն գարնան ընթացքում, նախ ապրիլի 1-ին տեղի ունենում Փաշինյան Պուտին հանդիպումը եւ ավելի ուշ մայիսի 26-ին Հայաստանը ժամանում պետքարտուղար Ռուբին։ Ուզում եմ այս երկու իրադարձություններն էլ առանձին քննարկենք։ Ապրիլի 1-ին համեցեք պարոն Խանոյան։ Շնորհակալություն, հենց ապրիլի 1-ի մասն է ես ցանկանում խոսել։ Ապրիլի 1-ը աննախադեպ հանդիպում է, որովհետեւ առաջին անգամ այն, ինչ սովորաբար Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները խոսել են փակ դռների հետևում, խոսվեց տեսախցիկների առջև։ Սա ենթադրել է տալիս բավական մեծ հավանականությամբ այն բանի մասին, որ փակ դռների հետևում հարցերը լուծել չէր հաջողվել։ Այսինքն եղել էին Հայաստանի ղեկավարության առաջարկներ, մոտեցումներ, համոզումներ, նույնիսկ սպառնալիքներ գուցե, եւ դրանք չէին աշխատել եւ վերջին քայլը Պուտինը արեց, ինչ արեց, տեսախցիկների առջև նա Հայաստանի ղեկավարին, Հայաստանի վարչապետին ներկայացրեց առաջարկներ, կարծելով, որ գուցե տեսախցիկների առջև Փաշինյանը չհամարձակվի իրեն մերժել։ Փաշինյանն էլ իր հերթին հղում անելով Հայաստանի Սահմանադրությանը, եկեք հիշենք, Հայաստանի առաջիկա ընտրություններում, հունիսին կայացող ընտրություններում Ռուսաստանի քաղաքացիների մասնակցության մասին հղում անելով Սահմանադրությանը հայտարարեց, որ չեն կարող նրանք մասնակցել, ինչը բավական մեծ զարմանք պատճառեց Ռուսաստանի նախագահ Պուտինին, եւ զարմանքի հիմնական պատճառն այն էր, որ սովորաբար Պուտինը նույնիսկ իր երկրի Սահմանադրությունը, չգիտեմ, գիտի թե չգիտի, բայց իրեն հետաքրքիր չի, ուր մնաց, որ Հայաստանի Սահմանադրությունը հետաքրքրի իր շահերը
առաջ տանելու կամ չտանելու մասով։ Եվ անմիջապես ապրիլի 1-ից հետո ապրիլի 2-ից սկսած աննախադեպ հարձակում սկսվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Նախ տեղեկատվական դաշտում, հետո տնտեսական գործիքներ օգտագործելով։ Դրանք վերադառնանք մայիսի 26-ին Հայաստանը ժամանում պետքարտուղար Ռուբլյան նախաստորագրվում է սկզբից, իսկ մի քանի օր անց նաև ստորագրվում է հայ-ամերիկյան պայմանագիրը թրիփի վերաբերյալ։ Ինչ հարցեր է դա լուծում։ Դե մենք արդեն տեսանք հստակ ճարտարապետությունը այդ կազմակերպությունը Հայաստանի տարածքում ինչ է ներկայացնելու, հա, այսինքն ստեղծվում է կազմակերպությունը, որը գրանցվում է եւ Հայաստանի Հանրապետությունում եւ ԱՄՆ-ում Դելավեր նահանգում եւ տեսանք, որ այդ կազմակերպություն, այդ համաչափությունները պահպանվում են ինչպես հունվարի այդ հայտարարության մեջ, տեսանք, որ այդ կազմակերպությունը հնարավորություն է ստեղծել տարբեր, այսպես ասած, դուստր կազմակերպություններ, որոնք արդեն զբաղվել են կոնկրետ ուղղություններով, տեսանք, որ թրիպի մեջ մտնում է բացի երկաթուղին նաև այլ կոմունիկացիաներ, այսինքն բոլոր դետալների պատասխանները մենք ստացանք, բոլոր հարցերի պատասխանները մենք ստացանք։ Այո, այնինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքին, իրավական արդեն շրջանակը այդ թրիպի ինքը ընդգծված է։ Մենք նաև հասկացանք, որ էլի այդ սպեկուլյացիաները տարածքային ամբողջականություն, իրավազորություն եւ ինչ որ տենց օտարում իբր Հայաստանի Հանրապետության տարածքի, այնտեղ նշված է, որ դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, այնտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները իրավունք ունեն ներկա լինելու իր տարածքի բոլոր կետերում, նաև անցակետերում եւ այլն, այսինքն սա էլի այդ բոլոր նախկին տարածված սպեկուլյացիաների եւս մեկ, այսպես ասած, վերջակետ էր, որ դրանք ընդհանրապես Շնորհակալություն։ Պարոն Ղևոնդյան, ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, ապրիլի 1-ից անմիջապես հետո սկսվեց Ռուսաստանի ըստեյության տոտալ հիբրիդային պատերազմը Հայաստանի դեմ, որը շատ մասնագետներ, այդ թվում նաև մեր մոտ է եղել նաև այդ մի պահի տեսակետը, որ կապված էր բացառապես ընտրությունների օրվա հետ եւ ընտրությունների հաջորդ օրը Ռուսաստանը դա ուրեմն երբ որ տեսնի արդյունքները եւ իր պարտությունը կհաղթահարի, այսպես ասենք, եւ կփոխի այդ մոտեցումը, բայց մենք դες այդ նաեւ տեսանք, որ հունիսի 7-ին ուրեմն Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները իշխող կուսակցությունը հաղթանակ տարավ, բայց Ռուսաստանը շարունակում է այս հիբրիդային պատերազմը Հայաստանի դեմ, ավելի խորացվում, ավելի լայնացվում եւ ինչ որ չափով մենք ձեր հետ կարանք արձանագրենք արդեն, որ սա նոր նորմալն է հայ-ռուսական հարաբերությունների։ Ճիշտ ասած, ես այնքան էլ չէի համաձայնվի, որ ինքը ամբողջությամբ նկարագրում է նոր տեսակը հայ-ռուսական հարաբերությունները, որովհետև կան իրավիճակներ, որտեղ Ռուսաստանը ուղղակի չի կարող անընդհատ Հայաստանի նկատմամբ ճնշումը ավելացնել։ Իհարկե, մինչև ընտրություններ դա հնարավոր էր։ Ընտրություններից հետո 5 տարի անընդհատ ավելացնել կպայթի ինչ-որ մի տեղում, որովհետև ոչ մի ճնշում այդպես հավերժական լինել չի կարող կամ մինչև վերջին կետը գնալ չի կարող, ինչ-որ միտեղ պայթում է, բայց այն, որ այս պահի դրությամբ, երբ մենք նկարահանում ենք մեր հաղորդումը, Ռուսաստանը այո շարունակում է պնդողակները ավելի ձգել, դա ակնհայտ է։ Դրա մի քանի բացատրություններ կարող են լինել։ Բացատրություններից կարծում եմ ամենատրամաբանականն այն է, որ Ռուսաստանը դեռևս հույս ունի այդ ձգելու միջոցով Հայաստանին ստիպել որոշակի գործողություններում Ռուսաստանի շահերը հաշվի առնել։ Ընտրությունների արդյունքում նաև պարզ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները չեն հավաքել ուրեմն խորհրդանում 2/3 զբաղեցնելու համար անհրաժեշտ ձայներ, ինչը անհնար է դարձնում ուրեմն միայն իշխանությունների ուժերով նոր սահմանադրության ընդունման օրակարգը, որը ինչ որ պայից սկսած Ադրբեջանի կողմից նախապայման էր դարձել խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուրեմն համար, դրան զուգահեռ կա այս պայությամբ ընկալում, որ մնացած բոլոր գործընթացները սահմանազատում սահմանագծում, կոմունիկացիաների ապաշրջափակում, տնտեսական փոխգործակցություն եւ քաղաքացիական հասարակության միջև կապերի ամրապնդում շարունակվելու են, խաղաղության համաձայնագրի հարցը այս պայդրությամբ դեռևս պատասխան չունի ըստ էության, սա է այս պայն գոյություն ունեցող հայ-ադրբեջանական ուրեմն հարաբերությունների եւ կարգավորման գործընթացի ստատուս քվոն կամ գոյություն ունեցող իրավիճակը, այսպես ասենք։ Հարգելի հեռուստատողներ, մենք այստեղ կանգ ենք առնում։ Կանգ ենք առնում ոչ թե որովհետեւ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը եկել հասել այն ինչ-որ տրամաբանական հանգրվանի, այլ պարզ պատճառով մենք դա բերեցինք, հասցրեցինք մեր օրեր։ Ինչի համար մենք որոշեցինք նորից ուզում կգնել այս երկու հաղորդումները նվիրել դեպքերի ժամանակագրական հաջորդականության պահպանմանն ու հիշեցմանը, որովհետև մենք նկատում ենք, որ հիմա հետահայաց կերպով ինչ-ինչ քաղաքական ուժեր, հիմնականում Ռուսաստանը եւ իր, այսպես ասենք, շահառուները այսպես, այստեղ փորձում են խմբագրել հիշողությունը, փորձում են խմբագրել մի քանի դեպք եւ իրադարձություն տեղերով
քայլերով փոխելով ամբողջությամբ փոխել տրամաբանությունը։ Մինչդեռ մենք այստեղ փորձեցինք ձեզ հիշեցնել ամբողջ ժամանակագրությունը իրադարձությունների եւ դրանցից բխող պատճառահետևանքային կապերը։ Այն թե ինչու եղավ օրինակ հիմա Պրահյան գործընթաց, այն թե ինչու Հայաստանը սառեցեց իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, այն թե ինչու Հայաստանը իրեն չի համարում դաշնակից Ռուսաստանի Ուկրաինայի պատերազմում եւ այլն եւ այլն եւ այլն։ Այն ժամանակագրության պահպանությունը, որը որ մենք այստեղ բերեցինք, ամբողջությամբ տրամաբանական են դարձնում այն գործողություններն ու իրադարձությունները, որոնք որ մեր հետ եղել են վերջին 5-6 տարիների ընթացքում։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00։